Օրս ազգային ժողովում տեղ ունեցած կառավարության հարցպատասխանի ժամանակ ազգակործան պատվասը արեց մի հայտարարություն, որը լիովին բնորոշում է նրա իշխանության կոլաբորացիոնիստական բնույթը։ Նա հայտարարեց, որ Արցախը իբրև թե թոք էր գցած Հայաստանի վզին, որը որ խանգարում էր մեր զարգացմանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ ՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի հետ։ Բարև պարոն Նազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը նմանօրինակ հայտարարություններ բազմիցս է իրականացրել եւ այս համատեքստում արդյոք կարող ենք փաստել, որ Փաշինյանի այս հայտարարությունները ինքնախոստովանական բնույթ ունեն, թե 44-օրյա պատերազմի եւ թե ընդհանրապես Արցախի նկատմամբ նրա քաղաքականության առումով։ Շնորհակալ եմ շատ դիպուկ հարցի համար, խորհրդանշական է թե փորձենք պատասխանել եւ հասնել դրա, այսպես ասած, տարալուծմանը, հա, այն քաղաքական իրականությունը, որում կանք, իմ մոտ գնալով համոզմունք է ձևավորվում, որ ազգակործան պատուհասի ամենասիրելի կերպարը հերոստրատն է, որովհետև հերոստրատյան հռչակի մեջ վերջինս փորձում է ամեն անգամ տարեստարի, ամիս առ ամիս ինքը իրեն գերազանցել, եւ եթե տխրահռչակ հերոստրատը որոշեց աչքի ընկնել Արտեմիսի տաճարը այրելով, խորհրդանշաբար վերջինս որոշել է այրել, կործանել, կազմաքանդել, ջախջախել, որտեղ այլ բառեր այստեղ ուղղակի գործածելի չեն, ոչ միայն Հայաստանի երրորդ անկախ հանրապետությունը, այլ նաև հայկական պետականությունը ընդհանրապես, որովհետև այն արշավը, որը վերջինս մղում է, բարձր դառնում, որ դա ուղղակի հայկական պետականության անկախության դեմ չի տարվում, դա ընդհանրապես տարվում է քանդելու հայկական պետականությունը, այն գաղափարական, արժեքային հիմքերը, որոնք շատ երկար տարիներ, նույնիսկ դարերի ընթացքում դրվել են այդ պետության ընթացքում, հայ ժողովրդի արյամբ եւ քրտինքով, եւ վերջինս, գիտեք, այստեղ երևի հետագայում դա հնարավոր լինի պարզել իր ինքնախոստովանական ցուցմունքներից, դա վերջինս անում է ուղղակի, այսպես ասած, ժողովրդի լեզվով ասած, իրավիճակից խաբս տալու համար, թե դա նպատակաուղղված, այսպես ասած, սադրանքներ են մեր պետության ուղղության, որովհետև այն ինչ որ նա երեք ասեց, ասելով, որ գիտեք, Զանգեզուրի միջանցքը, այդ նույն իր ազգային ժողովի ամբիոնից ելույթում, դա հորադիս Զանգելան հատվածն է, սա ուղղակի կարող է նոր դուռ բացի առաջիկա պատերազմի համար, ինչի, որովհետև երբ որ որևէ պետության ղեկավար հայտնվում է միջազգային տարբեր հարթակներում եւ վարում է բանակցություններ շատ լուրջ մակարդակի եւ շատ լուրջ մարդկանց հետ եւ դրանից հետո կանգնում հայտարարում է, որ կա ինչ-որ այսպես ընկալումա խնդիրներ, դա նշանակում է առիթ է տալիս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան այն պայմանավորվածությունները կյանքի կոչել, որը ըստ իրենց համապատասխանում են իրենց ընկալմանը։ Այսինքն դրանից մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում 3 օր առաջ, Թուրքիայի տրանսպորտի նախարարը շատ ուղիղ հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը դա այն բանալին է, որը միավորելու է պանթուրքական երկրները։ Հիմա եթե ինքը դա չի լսել, իսկ դա ինքը լսել է, եւ վստահ եմ, որ ինքը գիտի, որ Զանգեզուրի միջանցքը հենց դրան է ուղղված, պետք է մեր հասարակությանը բացատրի, թե ասենք օրինակ այդ ճանապարհը, հա, Զանգելան հորադիս, որը ինքը անվանում է, ինչպես է միավորում պանթուրքական աշխարհը։ Հասկանալի է, որ դա չի միավորում պանթուրքական աշխարհը, կարող է միավորել միայն Զանգելան Օրդուբադ ճանապարհը, որը կարող է անցնել, այսպես ասած, Մեղրի տարածքով, կամ միգուցե այստեղ էլ խնդիր կա, որովհետև մենք ի վերջո չգիտենք այդ trip կոչվածը ոնց է անցնելու, կարող է Մեղրիով չի անցնելու, իսկ կարող է ասենք հանկարծ որոշեն դա ջերմուկով անցկացնեն կամ Գորիսով անցկացնեն կամ բոլոր տեղերով միաժամանակ անցկացնեն։ Եվ երբ որ նա կանգնում այս հայտարարությունները անում է, սա ուղղակի այսպես ասած առիթ է ընձեռնում մյուս կողմին իրականություն դարձնելու այն ընկալումը, որը ըստ իրենց իրական է կամ համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը։ Դա տեղի է ունեցել մի անգամ 2020 թվականին, երբ որ ինքը ցանկանում էր, այսպես ասած, ռուսերեն բառ օգտագործենք, այդ էժանագին ատմասկեքով
փախներ այն պայմանավորվածություններից, որը ինքը ձեռք էր բերել, օրինակ, ասենք, վերելակային հանդիպման ժամանակ։ Հիմա մեզ կարող ասեն, իսկ գիտեք, այդտեղ առարկայական փաստեր չկան դրա մասին, դե առարկայական փաստեր չկան, բայց հետադարձ, իսկ ով ասա, որ հետադարձ վերլուծություններ մենակ իրեն կան։ Իհարկե, հետևանքներ կան, եւ բոլորի համար է պարզ, որ այդ ամեն ինչը վերելակային պայմանավորվածության ձեռքբերում էր, բայց երբ որ այդ պայմանավորվածությունից հետո դու գնում հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դա նշանակում է, որ դու զրոյացնում ես, ջնջում ես, պատռում ես այդ պայմանավորվածությունները, դուրս ես գալիս այդ միջնորդ երկրների դեմ, իսկ գիտեք, ներողություն, բայց Հայաստանը չունի այն աշխարհաքաղաքական կշիռը, օբյեկտիվորեն, այո, մեր պետությունն է, մեր փայփայած պետությունն է, բայց մենք չենք կարող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների նկատմամբ կամ հետ նման դիրքորոշում կամ նման կեցվածք ձեռք բերել։ Հետևաբար, այսինքն եթե դու չես ուզում հայտնվել այդ փակուղում կամ ծուղակում, դու ուղղակի պետք է չգնաս այդ ծուղակում հայտնվելու համար։ Այսինքն եթե դու չէիր կարողանալու օգոստոսի 8-ին վարել անհրաժեշտ բանակցություններ, որպեսզի հայկական շահը ապահովես կամ սպասարկես, սա շատ պարզ է, թե առևտրային լեզվով ասենք, դու ունես պահանջարկված ապրանք, կա դրա ասենք գին, որոշված, գնում ես շուկայում, ապրանքը տալիս ես, բայց չես կարողանում քո ուզած գումարը վերցնել, որը պայմանավորվել է, նշանակում է դու այդտեղ անելու բան չունես։ Այսինքն, այստեղ շատ պարզ է, ինքը պետք է ուղղակի այդ ամեն ինչի մեջ չներգրավել, իսկ դրա միակ ճանապարհը վերջինիս կողմից իշխանության ղեկը ազատելն է, եւ եթե վերջինս չի կարողանում այդ կամքը դրսևորել, չի ցանկանում զրկվել իշխանական հաճույքներից, տրամաբանությունը դառնում է շատ պարզ։ Առաջի հերթին սա ոչ միայն ընդդիմության խնդիրն է, գուցե առաջնահերթ ընդդիմության խնդիրն է, որպես ազգային շահերի եւ ազգային օրակարգի սպասարկման հարց կամ խնդիր, բայց գիտեք, այստեղ պատասխանատվություն ունեն նաեւ իշխանական խմբակի տարբեր ներկայացուցիչներ, հատկապես ազգային ժողովի падգամավորները, որովհետեւ իրենց թույլտվությամբ կամ իրենց մանդատով է վերջինս գործուղված նման բանակցություններ վարելու։ Եվ եթե վաղը հանկարծ թուրքական կամ ադրբեջանական, ենթադրելի է, որ ադրբեջանական տանկերը որոշեն, որ Զանգեզուրի միջանցքը դա հորադի Զանգելան ճանապարհը չի, դա լինելու է վաղճան ոչ միայն այդ խաղաղության, խաչմերուկ խաղաղության օրակարգ, դա դառնալու է բոլորիս վաղճանը, նաև իրենց քաղաքական թիմի։ Այո, իրենց քաղաքական թիմի եւ խնդիրը հենց այստեղ է կանում, որ իրենց քաղաքական թիմի փլուզումը փլուզվելու է ամբողջ հայկական պետականության գլխին եւ այդ ամենով հանձերտ հայ ժողովրդի մնացյալ հատվածի վրա։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում խոսում է, այսպես ասած, 4-րդ հանրապետության մասին։ Ինչ է ենթադրում ձեզ 4-րդ հանրապետություն ասվածը։ Շատերի դիտարկմամբ դա նույն Արևմտյան Ադրբեջան ասվածն է, որի շրջանակներում հայտ 4-րդ հանրապետության շրջանակներում կատարված են լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, որոնք վերաբերում էին սահմանադրության փոփոխությանը, ազգային խորհրդանիշներին եւ այլն։ Ես պետք է ցավով բարձրաձայնեմ սրա մասին, դեռևս 2019 թվականին առիթ եմ ունեցել նշելու, որ եթե գործընթացները շարունակվեն այս տրամաբանությամբ, գալու է մի պահ, որ Հայաստանը զրկվելու է անկախությունից եւ այդ պահին հիշում եմ այդ հարցազրույցի տակ լատինատար կիրիլիցայով տարբեր մեկնաբանություններ էին գրվում եւ մի մեկնաբանությունն եմ հատկապես հիշում, ինչ-որ մեկը գրել էր, իսկ կասեք թե այդ անկախությունը ում է զիջվելու, հա, ենթադրվում էր, որ այս մեկնաբանության հեղինակը ենթադրում էր, որ ես նկատի ունեի ենթադրենք Հայաստանի խորհրդայնացումը պատմական մոդելով, բայց երբ որ ես ասում եմ, որ Հայաստանը անկախությունը կկորցնի, ես նկատի ունեի այն իրավիճակը, որ Հայաստանը կկորցնի անկախությունը վասալանալով կամ Ադրբեջանին կամ ենթադրենք Էրմենիստանացում, հա, Թուրքիային վիլայետ դառնալ։ Այո, իմ ենթադրություններով եւս, եւ ստակ գիտեք, ենթադրության խնդիր էլ չկա, վերջինս շատ ուղղակի, շատ բաց տեքստով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում հայտարարել է դրա մասին,
նույնիսկ հայտարարել է, որ երրորդ հանրապետությունը արդեն վախճանված է, եւ դրա մասին կարելի է գլխի ընկնել դեռևս շատ տարիներ առաջ այն արշավից, որը վարում էր ազգային սիմվոլների հանդեպ, անձամբ ես օրինակ այդ մտայնությանը եկել էի, երբ որ դեռևս հայոց պատմության առարկայական չափորոշիչներում Արևմտյան Հայաստանը փոխարինվեց Արևելյան Անատոլիա տերմինով, այսինքն երբ որ վարվում է նման քաղաքականություն, դա նշանակում է, որ դրա վերջնարդյունքը չի կարող լինել այլ բան։ Եվ գիտեք, այո, չորրորդ հանրապետությունը ենթադրելու է հայկական պետականության անկումը եւ այդ թվային, գիտեք, հերթականությունը դա ուղղակի փաստերը քողարկելու ինչ-որ անհաջող վարակույր է եւ շատ պարզ է, հա, հայտարարել է նաեւ վերջինս մի քանի օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հետագայում ինքը խմբագրեց իր ելույթը ԵԽԽՎ-ում ուղիղ հայտարարեց, որ 2026 թվականին ընտրությունները հաղթելուց հետո, այսինքն հարցը առաջանում է, ընտրությունները դեռևս չեն եղել, դու ինչ գիտես, որ դու այդ ընտրությունները հաղթելու ես։ Հիմա ինքը պատրաստվում է կեղծին։ Այո, բնականաբար, իհարկե, բոլորիս համար դա պարզ է եւ պարզը լինում նաեւ ամբողջ աշխարհի համար, այսինքն գնալ աշխարհի թիվ 1 ամբիոնից նման հայտարարություն անել, դա ուղղակի մեսիջ է թուրք-ադրբեջանական տանդեմին, որը պատրաստվում է իշխանությունը վերջնականապես ուզուրպացնել եւ դրանից հետո հաջորդ տողով ասած, հաջորդ մտքով ասած, որ հանրաքվեում դնելու սահմանադրությունը։ Ես եղել եմ առաջի մարդը, ով դեռևս անցած տարի հուլիսի, եթե չեմ սխալվում, 27-ին տեղեկություն էի հրապարակել քաղաքացիական պայմանագրի տարածքային շտաբերից մեկում, վերջինիս այդ հանդիպումից ինձ տեղեկատվություն էր հասել այդ քննարկման առանձնահատկությունների մասին եւ ասել էի, որ վերջինս պատրաստվում է ձեռք բարձրացնել անկախության հռչակագրի վրա եւ այդպես էլ տեղի ունեցավ 1 ամիս անց օգոստոսի 23-ին իր տխրահարճակ ուղերձում անկախության հռչակագրի մասին նա խոսեց բարձրաձայնեց դրա մասին եւ այո առաջի ամենակարևոր քայլը, որը փորձելու է նա անել այդ հանրաքվեի միջոցով անկախության հռչակագրի մասին հղումը այնտեղից հանելն է եւ գիտեք անկախության հռչակագիրը առաջի հերթին դա Հայաստանի անկախության մասին է Այսինքն սահմանադրությունից առանձնացնել անկախության հռչակագիրը, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս անկախ չի, այդտեղ հարցեր են առաջանում, բայց թե անկախ չի, ապա ինչ տիպի պետություն է, ինչ կազմավորումներ են այդտեղ առաջանում, եւ Հայաստանի անկախության հռչակագիրը ունի շատ կարևոր առանձնահատկություն, դա այն փաստաթուղթն է, որը ընդունվել է 1990 թվականին բացարձակ քաղաքական կոնսենսուսով, ես չի որ այս մասին պետք է խոսամ, մեր ավակ ընկերները կարող են շատ ավելի մանրամասներ պատմել, ես մեկը կուզեմ բարձրաձայնել, Լուսահոգի Վազգեն առաջի վեհապարը այդ քննարկումներից մեկի ժամանակ ուղղակի պնդում է, ասելով, որ եթե դուք իմ ասածը չանեք, ես կլռեմ եւ հավիտյան կլռեմ, եթե այդտեղ չներառեք ցեղասպանության մասին, հա, հղումը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին հղում։ Այսինքն սա ուղղակի արար է լինելու, որով եւ ազգային բովանդակությունն է դատարկվելու մեր հանրապետությունից եւ ուղղակի անկախությունն է դրվելու կասկածի տակ։ Հիմա գիտեք դրանից հետո այսինքն կլինի ադրբեջանական, հա, կլինի թուրքական, թե այլ տիպի կախվածության մեջ կլինի, սա արդեն դառնում է երկրորդական եւ մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի գործընթացները այս ճանապարհով չգնան։ Իմպիչմենտի շրջանակներում տեղնության հայտնի լսումները, որտեղ բազմաթիվ ելույթներ եղան, նաեւ դուք ինքներդ ելույթ ունեցաք, մարդիկ հիմա հարցնում են արկային ստորագրություններ երկու ընդդիմադիր խմբակցությունների, որն է լինելու հաջորդ քայլը եւ ինչ պետք է անի ընդդիմությունը փողոցում հանրությանը մոբիլիզացնելու համար։ Շնորհակալ եմ շատ կարևոր եւ արդիական հարցի համար։ Ես երևի անցած տարի սկսել եմ այս թեմայի մասին խոսել, բայց երևի ժամանակն է, որպեսզի դրան ավելի ակտիվ անդրադառնանք։ Ես ինչպես դուք նկատեցիք, իմ ելույթի ժամանակ ինձ հետ վերցրել էի խորհրդանշական պարան, հա, եւ որպես հասակակից կոչ ուղղելով քաղաքացիական պայմանագրի պատգամավորներին առաջարկում է այդ պարանից օգտվել իրենց եւ իրենց հետ Հայաստանը ճահճից հանելու համար։
մեզ լսող մարդիկ, մեր հայրենակիցները նկատել են, որ 2018 թվականից Հայաստանում ոչ միայն հասարակական քաղաքական կյանքը, դեպս մարդկային հարաբերությունները ունեն շատ բացասական լարում, պայմանավորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Չի կարելի ասել, որ այդ իրավիճակը անտեղի է, հա, եղել են օբյեկտիվ պատճառներ, բոլոր այն աղետները, որը բերել է այս իշխանությունը մեր գլխին, այնուհանդերձ ես առաջարկում էի, որպեսզի վարվի թեկուզ եւ հեռակա երկխոսություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող խմբակցության պատգամավորների հետ։ Ինչի, որովհետեւ իմպիչմենտի գործընթացը չի հաջողվի, եթե այդ գործընթացում չներգրավեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ։ Հիմա այստեղ մեր առջև կանգնում է ընտրության սպեկտր, հա, ինչպես է պետք հասնել այդ ձայները ստանալուն, հա, այդ բանավեճն է մեր աչքի առջև տեղի ունեցել երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև, որը ասեմ նաև շատ սուր ընթացք ունենալով փաստացի պարզվեց, որ շատ արդյունավետ բանավեճ էր, այսինքն հանրային հարցերը, թեկուզ ամենակարևոր ամենախրթին հարցերը հանրային կերպով քննարկելը փաստորեն ունենում է արդյունավետ լուծում եւ այս պարագայում եւս կարելի է հանրային քննարկումը կազմակերպել իշխանական խմբակցության պատգամավորների հետ։ Տարբեր մոտեցումներ են եղել, հա, ասում ենք հանրային ճնշում եւ այլն, այստեղ կարևոր է հասկանալ մի բան, որ այդ հանրային ճնշումը այդ պատգամավորներին կամքից զրկելու համար չի, որ պետք է ընթանա, այդ հանրային ճնշումը հակառակը պետք է տեղի ունենա, որպեսզի այդ պատգամավորները ի վերջո հասկանան, որ այդ կամքից եւ այն պատասխանատվությունից, որ իրենք ստանձնել են հայ ժողովրդի առջև, որպես մեծամասնություն քաղաքական, իսկ քաղաքական մեծամասնությունը պետք է շարժվի նաև քաղաքական փոքրամասնության շահերով, հա, սա դասական քաղաքագիտական պնդում է, իսկ փոքրամասնությունը ասում է շատ հստակ բան, որ գիտեք, այդ նույն Ջոն Լոկի ազատականության գաղափարով իրանք երբ որ տես ոգևորված քաղաքացիական պայմանագիր են կնքում եւ այլն պետության պայմանագրային տեսություն այս կողմենքով, բայց կա շատ կարևոր հանգամանք, հա, հնարավոր չի ստեղծել քաղաքացիական պայմանագիր, եթե չկա հասարակական դաշինք։ Հիմա խորհրդարանական լսումները ցույց տվեցին, որ քաղաքացիական պայմանագրին հասնելու համար անհրաժեշտ հասարակական դաշինքը գրեթե ձևավորված է եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերը այնտեղ ներկայացված են, գրեթե բոլոր ուժերը, ովքեր էլ ֆորմալ առումով ներկայացված չեն, միանշանակ իրենց կամքը եւ ոգին մեր հետ է, եւ եթե քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները կարողանում են կատարել ընտրություն ի օգուտ իշա Հայաստանի երրորդ անկախ հանրապետության, որտեղ իրենց ամբողջ պայքարի իմաստը եւ մարդկային եւ քաղաքական, չգիտեմ, 10 թվականից սկսած 12 թվականից սկսած այն ամեն ինչի մասին իրենք խոսում էին, այդ ամեն ինչը կարող տեղի ունենալ մեր երրորդ անկախ հանրապետությունում։ Հիմա ասենք իրենց ոժձը ասում է, որ չէ, պետքա երրորդ հանրապետությունը ջախջախենք, գերեզման դնենք, որպեսզի ինչ-որ անհասկանալի կոնֆիգուրացիայի մեջ հայտնվենք։ Եվ մեր կոչն է, որպեսզի մեր հասարակակիցները եւ հայրենակիցները այս մարդկանց ամենօրյա ռեժիմով հիշեցնեն իրենց պատասխանատվության, իրենց անելիքների մասին, որովհետեւ այլ ճանապարհ լինել չի կարող։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լևոն Նազարյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։